Հայաստանի իշխանությունները կարծում եմ, եթե խոսքը փորձառու մարդկանց մասին են, նախկինների նույնիսկ մասին, նրանք իհարկե հանրային դաշտում կարող են աղմուկ առաջացնել, բայց իմ պատկերացմամբ դիվանագիտական հարցերում գուցե նույնիսկ ավելի զգուշավոր լինեն եւ ստիպված գնալու են նույն պայմանավորվածությունների։ Այստեղ մի ուրիշ գործոն կա արտաքին քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի համար հստակ Ռուսաստանը օրինակ վտանգավոր երկիր է եւ ինքը փորձում է ինչ-որ ձևով չեզոքացնել այդ վտանգը, կառավարելի դարձնել, ուժեղացնել, թուլացնել իր ներկայությունը Հայաստանի տարածքում, ու դա անում է իհարկե բավականին դանդաղ քայլերով, բայց միտումը հստակ է եւ սա գիտակցում է նաեւ Ռուսաստանը եւ սա է պատճառը, որ ռուսական հայրենության մեջ ինքը մնում է անվստահելի մարդ, ապագա իշխանությունների միակ խաղաքարտը, որ ես պատկերացնում եմ, դա այդ նույն Ռուսաստանի դերի հետ կապված ինչ-որ գործընթացներ են, բայց այստեղ միշտ հայկական դաշտը փորձում է Ռուսաստանին իր շահերին օգտագործելով ինչ-որ գործարքների գնալ, բայց վերջում պարզվում է, որ Ռուսաստանն է հայերին օգտագործում ու արդյունքում ոչինչ չի լինում ու կամ ավելի վատ իրավիճակ է ստեղծվում։ Առնվազն 19-րդ դարի 70-ական թվականներից մի քանի անգամ այս փուլը կրկնվել է